Այստեղ ռուսական հետք տեսնում եք, թե չեք տեսնում, Ռուսաստանի հետ նաև հարաբերություններին անդրադառնալով, օրինակ ուզում եմ Պեսկովի հայտարարությունը բերել, ասում է Ուկրաինայի հարցը վիճելի թեմա է Ադրբեջանի հետ, բայց դա Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ, մի տեսակ անարդար է Ադրբեջանի հետ Ռուսաստանը ինչ էլ թույլ տան նրանք, կարծես թե ավելի հանդուրժող են, քան Հայաստանի նկատմամբ, հիմա նաև այս համատեքստում անդրադառնանք։ Մենք ոնց որ մոռացել ենք Արցախի մասին, Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով Արցախը հանձնեց Ադրբեջանին, որպեսզի Թուրքիան Ուկրաինայի հարցում լինի լոյալ։ Նաև Ադրբեջանը։ Այդ թվում նաև Ադրբեջանը, բայց Ադրբեջանը փոքրիկ գործոն է, այստեղ գործոնը Թուրքիան է։ Ադրբեջանը կարող է լոյալ չլինել, նրա ձայնը անլսելի է։ Այսինքն մենք տեսանք, որ տարածաշրջանում բավականին կարևորագույն հենակետ Արցախը Ռուսաստանը նվիրեց Թուրքիային Նիկոլ Փաշինյանի ձեռքով, որպեսզի նրանք լինեն լոյալ։ Իհարկե, այսպիսի պայմաններում նրանք անդադ լինելու են հանդուրժողական, անդադ լռելու են։ Իսկ Հայաստանը, որը որ հանձնվել է ամեն կերպ, այսինքն մենք հանձնել ենք մեր ամենակարևոր խաղաթուղթը, որի միջոցով մենք տարածաշրջանում եւ անգամ աշխարհում հանդիսանում ենք խաղացող Արցախի հանձնմամբ եւ մենք սրա մասին զգուշացնում ենք նախապես Հայաստանը միջազգային հարաբերություններում դառնալու է ոչինչ եւ մենք գնում ենք այդ ճանապարհով հնազանդ ենթարկվող, որովհետեւ աշխարհը չէր պատկերացնում, որ հայերը կհանձնեն Արցախը։ Եվ երբ որ Հայաստանի Հանրապետությունը նման կերպով հրաժարվեց Արցախից եւ այսօր հայտարարում է, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի տարածք եւ ըստ էության Հայաստանի Հանրապետությունը եղել է ուրեմն օկուպանտ, եթե դա Ադրբեջանի տարածքն էր, մեր զորքերը այնտեղ կանգնած էին։ Այսինքն այս իշխանությունները ոչ միայն հանձնել են Արցախը, այլ նաև մեզ դարձնում են օկուպանտ, աշխարհի առաջ համաշխարհային քաղաքականության մեջ մենք վերածվում ենք քուրչի եւ մեզ այլևս հարգանքով չեն վերաբերվում միջազգային հարաբերություններում։ Եվ սա շարունակվելու է, քանի դեռ մենք չենք վերադարձրել Արցախը, քանի դեռ մենք չենք բարձրաձայնում, որ Արցախի նկատմամբ իրավունքը մերն է եւ Ադրբեջանը զենքի բռնության ուժով մեր իրավունքները ոտնահարել է, իդեպ դա հայտարարում են ուրիշները, իսկ մենք անում ենք հակառակը։ Եվրոխորհուրդը հայտարարում է, որ հայ ժողովուրդը, մասնավորապես արցախցիները իրավունք ունեն վերադառնալու Արցախ, իսկ Հայաստանի իշխանությունները ասում են մենք այդ իրավունքից պետք է հրաժարվենք։ Այսինքն այսպիսի իրավիճակում մենք դառնում ենք միջազգային հարաբերությունների մեջ մի հնազանդ պետություն, որին ամեն ինչ կարելի է ստիպել։ Հիմա Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կատարվողը դուք ինչպես կբնութագրեք, դա եւս ներկայացում է, եթե ներկայացում է, ապա Ռուսաստանի աջակցություն ունեցող այս ներսում գտնվող ուժերի հետ այս բարբելակերպը ինչի մասին է, այսինքն Փաշինյանը ինչ է փորձում է նրանց միջոցով ինչ-որ մեսիջներ հասցնել, որոնք ուղիղ չի կարողանում հասցնել, ինչ մենք հասկանանք ընդհանուր մեծ պատկերում։ Ինչ մենք հասկանանք մեծ պատկերում, երբ որ մեծ պատկերում մենք տեսնում ենք, որ Հայաստանը գտնվում է ռուսական զոնայում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Բայց դուք նաև ասում եք, որ մենք հանձնում ենք Թուրքիային, հնազանդ ենք թուրքական ծրագրերին։ Ով Նիկոլ Փաշինյանի միջոցով Արցախը հանձնեց Թուրքիային։ Որ պետության զորքներ այնտեղ կանգնած։ Ռուսաստանը։ Այսինքն մեզ Ռուսաստանն է հանձնում Թուրքիային։ Ռուսաստանը կողմ է այս հանձնմանը։ Այնիշ տեղի ունենում, այսպես կարելի ասել, հանձնում ընդունում է տեղի ունենում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Ինչու՞, որովհետեւ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս է գալիս։ Ոչ իր կամքով, բայց ինքը խնդրեմ այսօր Ռուսաստանը, որը աշխարհին նավթ է վաճառում, աշխարհին բենզին է վաճառում, այսօր իր երկրում բենզին չունի։ Իսկ ինքը չի կարողանում իր քաղաքացուն բենզին կամ այլ ուրեմն վառելիք մատակարարել։ Այո։ Այսպիսի ծանր վիճակում գտնվող Ռուսաստանը ստիպված դուրս է գալիս տարածաշրջանից, եւ որպեսզի նրան տարածաշրջանում արևմուտքը չփոխարինի, նա հրավիրում է իր վաղեմի բարեկամին, որի հետ ժամանակ առ ժամանակ պատերազմում են, բայց դա նման է կռիվ երկու եղբայրների միջև, հա, շատ արագ հետո բարիշում են, եւ Թուրքիային Ռուսաստանը հրավիրում է տարածաշրջան։ Արցախի հանձնումը այդ հրավերի առաջին քայլն էր։ Այսինքն
Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունների թուրքահպատակ քաղաքականությանը Ռուսաստանը այնքան էլ դեմ չի։ Ուրիշ հարց է, որ որոշ հարցերում նա դեռ փորձում է իր իշխանությունը այստեղ պահպանել, ինչը կապված է նաեւ ուկրաինական ճակատում իր ուրեմն կարգավիճակի հետ, բայց ինչքան այնտեղ ինքը թուլացավ, այնքան ավելի հեշտ է հանձնելու Հայաստանը Թուրքիան։ Որ հարցերում է փորձում իր ազդեցությունը պահել եւ արդյոք պահում է հենց այդ ռուսամետ ուժերի միջոցով, որոնք անցան խորհրդարան։ Ոչ միայն նախ ռուսամետ ուժերի միջոցով, երկրորդը իսկով ասեց, որ ԿՊ-ն հակառուս միջոց է։ Բա որ հակառուս չէ, ինչու չկա այդ շնորհավորանքը ըստ էության, որը գուցե շատերի գնահատմամբ կարևոր չէ, կարող է Ռուսաստանը չշնորհավորել եւ դա մեզ չպետք է հետաքրքրի այդքան, բայց ամեն դեպքում դա մեսիջ է, դա մեսիջ է, այո, եւ կա որոշակի այսպես ժամանակավոր լարվածություն, որը շուտով կանցնի։ Եվ Նիկոլ Փաշինյանը ու քաղաքացիական պայմանագիրը իր գործունեությամբ ոչ թե հայտարարություններով, իր գործունեությամբ որևիցե հակառուսական գործողություն չի կատարել։ Եվ հենց Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը իրականացրեց Լավրովի պլանը։ Եվ Պուտինը շատ ուղիղ տեքստով դա ասեց, այն ինչ տեղի է ունենում Արցախում, տեղի է ունենում ըստ Լավրովի պլանի։ Սա ռազմավարական նշանակության գործողություն էր եւ կարելի ասել համաշխարհային նշանակության գործողություն էր, որովհետեւ Թուրքիայի լոյալությունը շատ կարեւոր է Ռուսաստանի համար, որպեսզի նա հարձակվի Ուկրաինայի վրա։ Եվ այս ամեն ինչը իրականացվել է Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Ռուսաստանը ուզում էր այստեղ իշխանափոխություն իրականացնել իրականության մեջ ռեալ, այսպես ասած։ Նայեք, ես կարծում եմ, որ իհարկե մենք ներքին խոհանոցին ծանոթ չենք եւ պնդումներ անել չենք կարող, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի մոտեցումը այսպիսին էր, որ նա դեմ չէր լինի իշխանափոխություն անելուն, բայց եթե իշխանափոխություն չեղավել, մեծ խնդիր չէ։ Նույն սև ու սպիտակը կշարունակվի Հայաստանի քաղաքական դաշտում եւ Ռուսաստանի շահերը ըստ էության կիրականացվեն եւ Ռուսաստանը հանգիստ հանձնելով Հայաստանը Թուրքիային դուրս կգա այս տարածաշրջանից։ Սահմանափակումները, այսինքն հետ չեն կանգնի սահմանափակումներից։ Ես կարծում եմ, որ միաժամանակ չարձանագրել, որ այդ սահմանափակումներով այնուամենայնիվ Ռուսաստանը մղում է գոնե այստեղի տնտեսվարողներին իսկապես իրենց համար շուկաներ փնտրել, համագործակցության եզրեր գտնել տարբեր երկրների հետ։ Նա տեսնում է, որ Հայաստանը այդ շուկաները չի փնտրում իր ուրեմն արտադրողի համար։ Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դրա մասին էր։ Նա ասեց՝ գնացեք ձեր համար համակերպվեք նոր շուկաների։ Իսկ այդ նոր շուկաներին համակերպվելու համար պետքա պետական համապատասխան ծրագիր։ Պատկերացնենք, այսպես գետնի վրա։ Բայց Եվրոպական միությունը ինչին է աջակցելու։ Այն ինչին է, շատ կարևոր հարց է։ Իսկ Եվրոպական միությունը ինչին է աջակցելու, եթե Հայաստանի իշխանությունները այդ գործընթացները հայեցակարգով չեն լուծում։ Ասում եմ, գնացեք, ինչ ուզում եք արեք։ Չոր պետությունը պիտի ուրեմն մշակի համապատասխան ստանդարտներ։ Բայց եվրոպացի պաշտոնյաները, որոնք գալիս են, իրենք գալիս են այստեղ ինչին են։ Գալիս են, ասում են, մենք պատրաստ ենք ձեզ օգնելու, իդեպ միշտ էլ պատրաստ են, որպեսզի դուք ռուսական լծից դուրս գաք, ինչպես նաև չգնաք դեպի թուրքական լուծ, որովհետև Եվրոպայի առաջին թշնամին եթե Ռուսաստանն է, ապա երկրորդ թշնամին բանն է, Թուրքիան է։ Սակայն այս իշխանությունները ասում են, ոչ, մենք միանշանակ գնալու ենք դեպի թուրքական լուծ։ Իսկ ռուսական լծից ազատվելու մեջ, ահա նորից մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, գնացեք սեփական ուրեմն տնտեսվարողներին, գնացեք ինչ ուզում եք արեք։ Դե տնտեսվարողները գուցե գտնեն իսկապես իրենց համար շուկաներ, եւ այստեղ տապալեն եւ Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների ծրագրերը։ Գետնի վրա մի օրինակ բերեմ։ Մարդը գյուղատնտես է։ Եվ տարիներ շարունակ արտահանել է իր ծիրանը դեպի Ռուսաստան։ Հիմա ասենք օրինակ նա պիտի արտահանի այդ ծիրանը դեպի Եվրոպա։ Եվրոպական ստանդարտներով այն, ասենք, թունաքիմիկատները, որը որ կիրառվում է, անթույլատրելի է։ Երբ որ այդ մարդը գնա թունաքիմիկատներ գնելու խանութ, այնտեղ ուրիշ թունաքիմիկատ չի գտնելու։ Այդ մարդը, որը որ ուզի համակերպվել, այդ դեպքում ինչ է անել։ Եվ սա այդ ամբողջ համակարգի մի փոքրիկ էլեմենտ է։ Ես ձեզ ասեմ, որ Հայաստանի իշխանությունները մինչ օրս եվրոպական հենց թունաքիմիկատների մասով եվրոպական ստանդարտները չգիտեն։ Ոչ թե իրենք դրան համապատասխան կարգավորումներ, արդեն օրենսդրական եւ ենթաօրենսդրական կարգավորումներ չեն ստեղծել։ Նրանք այդ ստանդարտները դեռ չգիտեն։
դեռ նոր փորձում են փորձարարական մակարդակով ինչ որ բաներ անել, ինչի համար տարիներ է իրենց պետք լինել։ Այս պայմաններում հիմա դուք գնում եք, ասում եք ուրեմն տնտեսվարողին գնա եւ համակերպվիր, օրինակ եվրոպական շուկային, որը դու իր համար չես էլ բացել դեռ։ Եվ ո՞նց է ինքը համակերպվելու։ Ինչ է անելու այդ մարդը։ Ես այս հարցերը տալիս եմ, որպեսզի հասկանանք Ռուսաստանի, այսպես ասած, պլան մաքսիմումը։ Կամ պլան մինիմումը, չգիտեմ դուք ինչպես կանվանեք։ Ռուսաստանի Եթե սահմանափակումները գործողությունները այսքանից հետո դուրս չեն գալիս, եթե իր աջակցությունը վայելող ուժերը ընդունում են ըստ էության ընտրությունների արդյունքները եւ վերցնում են մանդատները, գնում են խորհրդարանում հարց առաջ աշխատելու։ իսկ ինչ են ընդունել, եթե Ռուսաստանը ուզում էր, որ Հայաստանում իշխանապողություն լինի։ Ռուսաստանը երբ որ ուզեց Հայաստանում իշխանապողություն լինի, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Հիմա Ռուսաստանը ուզում է իշխանապողություն լինի եւ իր ուրեմն իրեն ենթակա ուժերին չի հանում փողոց։ Ինչի չի հանում։ Որովհետեւ իր համար այնքան էլ վատ չի, որ այդ ուժերը գնան ազգային ժողով եւ նույն սև ու սպիտակը շարունակվի։ Հնարավոր է, որ սա իր ուզած 100%-ը չի, 80%-ն է կամ 90%-ն է։ Բայց Ռուսաստանը այսպես արճակատումով չի փորձում Հայաստանում իշխանապողություն անել։ Նա իր հրահանգում է իր ենթակա ուժերին, ասում է գնացեք ազգային ժողով, դուրս մի եկեք փողոց։ Այս պայմաններում դեռ երկար կսպասի Փաշինյանը Ռուսաստանից հրավերի Պուտինի հետ հանդիպման մասնավորապես։ Ես չգիտեմ, բայց եթե այդ հրավերը լինի, Փաշինյանը մեծ հաճույքով այդ հրավերը կընդունի։ Դե այո, նա հայտարարել է այդ մասին։ Վերջերս նորից նա գնաց եւ Ռուսաստանի վարչապետի հետ շատ սիրալից հանդիպումներ ունեցան։ Այսինքն այս իշխանությունների համար նրանք իհարկե դա կոծկում են բազմաբևեռ քաղաքականության ուրեմն քողի ներքո, բայց եթե դուք տեսնեք Փաշինյանի իշխանության ժամանակ նրա այցելությունների քանակը դեպի Ռուսաստան եւ դեպի Արևմուտք որպես հավաքական, անգամ ոչ թե ասենք դեպի Ֆրանսիա կամ դեպի ԱՄՆ, այլ հավաքական Արևմուտք իր այցելությունների քանակը անհամեմատ ավելի քիչ է, քան իր այցելությունները Պուտինի դուռը։ Եվ սա ցույց է տալիս, որ այս իշխանությունները այդ սերտ կախված հարաբերությունները Ռուսաստանից պահպանում են։ Եվ այդ Ռուսաստանի ուրեմն դաբրոյով եւ թողտվությամբ են նրանք գնում դեպի Թուրքիա, որովհետեւ Ռուսաստանը դրան դեմ չի։ Եվ ամփոփելով պարոն Սաֆարյան, ամեն դեպքում վերադառնանք Գագիկ Ծառուկյանին, փորձենք հասկանալ այդ դեպքում այս ձեր նկարագրածի պայմաններում ինչու նա մտավ այս քաղաքական պայքարի մեջ, ինչու արվեցին հայտարարություններ, որոնց հետևից վստահաբար կարող էր իշխանությունը գնալ, շատ լավ իմանալով Օրինակ, ինչ արտահայտություն։ Դե այն վիրավորական հայտարարությունները, որոնք քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը անձամբ հնչեցրեց Փաշինյանի հասցեին։ Ծառուկյանը ամենաթույլ օղակն է այս ռուսամետ ուժերի։ Նայեք, խնդիրը Փաշինյանի գործողությունները հիմնված չեն այդ վիրավորանքների վրա։ Փաշինյանը վիրավորեց Ծառուկյանին, Ծառուկյանը վիրավորեց Փաշինյանին, խնդիրը այդքան դրանում չէր, բայց հետագայում հիշենք, որ կենտրոնական հանձնաժողովը բերեց իրավիճակը ընտրություններին վերաբերող իրավիճակը մի այնպիսի եզրագծի, որտեղ Գագիկ Ծառուկյանը կարող էր անցնել ազգային ժողով եւ կարող էր չանցնել ազգային ժողով։ Սա արվեց արհեստական եւ ես համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանին առաջարկ արվեց իշխանությունների կողմից լինել իշխանամետ, որպեսզի իշխանությունները ստանան այն մի քանի ընդդիմադիր ձայները, որպեսզի կարողանան սահմանադրությունը փոխել։ Գագիկ Ծառուկյանը դրանից հրաժարվել է եւ այս գործողությունները նաև այդ ուրեմն այս հալածանքները այդ ենթատեքստը ունեն, որ նա չի համագործակցել ռեժիմի հետ։ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմադիր բոլոր ուժերին հրավիրում է համագործակցության, դուք տեսնում եք նրա հետ համագործակցության հնարավորություն, ես հիշում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը դեմ չէր կարծես թե Սամվել Կարապետյանի հետ համագործակցության։ Ժիրայր Սեֆիլյանը հետևյալ ձևակերպումը արեց, եթե տվյալ ուժը ընտրի ճիշտ օրակարգ, ապա մենք կարող ենք եւ համագործակցել։ Ես չեմ պատկերացնում, որ այդ տվյալ ուժը կարող է ընտրել ճիշտ օրակարգ։ Ինչու՞։ Իհարկե ճիշտ օրակարգը չի կարող լինել Հայաստանի ինքնիշխանության հաշվին, այսինքն ճիշտ օրակարգը դա ինքնիշխան Հայաստանի օրակարգն է,
Իսկ այս քաղաքական ուժը ինքը ոչ միայն այսպես ասենք ապացույցներ չի ներկայացնում, որ ինքը ռուսական ուղղվածություն կամ ռուսահպատակ ուղղվածություն չունի, այլ նրանց հայտարարությունները կարծես թե ավելի ու ավելի ուղղված են դեպի ռուսահպատակությանը։ Այսքան բանից հետո, երբ որ մենք տեսանք, որ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ անգամ Արցախ հանձնեց, եւ այսքանից հետո խոսել, որ մեր ապագան Ռուսաստանի հետ է եւ այլն, ինձ համար նման հայտարարությունները անթույլատրելի են, այսինքն այս տվյալ քաղաքական ուժը պետք է ապացուցի բոլորիս, որ ինքը գնահատում է Հայաստանի ինքնիշխանությունը որպես բացարձակ արժեք եւ դեմ է ռուսահպատակ կամ ռուսական գուբերնիա լինելու։ Եթե կլինի նման գործողություններ, եթե կլինի ապացույցը այդ ճիշտ օրակարգի, ապա ճիշտ օրակարգի հետ կարելի է համագործակցել։ Ուղղակի ես չեմ պատկերացնում, որ տվյալ քաղաքական ուժը կարող է ճիշտ օրակարգ ընտրել։